Ձեզ չընդունեցին, թե դուք չընդունեցիք։ Նմանատիպ այլ process-ներ, որոնք առնչվում են ինձ, ես պարզապես կկազմաքանդեմ։ Ես այդ process-ի խեղկատակը չեմ։ Ձեր անունը կապում են տարբեր ուժերի հետ։ Նախկին նախագահների, նրանց հետ փոխկապակցված անձանց ծրարով գումար չեք ստացել։ Որ դու ամեն ինչին պիտի ասես այո, ամեն ինչին պիտի ծափ տաս։ Ես կարողանում եմ ասել ոչ։ Այդ դեպքում ով է ձեզ ֆինանսավորում։ Հավանաբար գիտեք, թե քանի օտարերկրյա գործակալի պիտակ փորձեցին ինձ վերագրել։ Դիպչել են կարմիր գծերին, սկզբունքներին, մենք դադարեցրել ենք գործակցությունը։ Որովհետև դրանց տակ չկար երկու բան՝ բարոյական եւ ազգային նկարագիր։ Սա Հայաստանում ընդհանրապես էլիտաների բացակայության վկայություն է։ Ես շատ քիչ եմ լինում իմ երեխաների հետ։ Ամենամեծ ողբերգությունը հենց դա է։ Ես շարունակելու եմ իմ կռիվը։ 20 հոգով հարձակվեցին, որպեսզի ոչնչացնեն իմ միակ առավելությունը։ Կռիվը մեկ վերնագիր ունի։ Ի վերջո, ում մարդն եք դուք։ Մի քանի ամիս առաջ հայտարարեցիք, որ մտնում եք քաղաքականություն, բայց այսօր որևէ թիմի ցուցակում ձեր անունը չենք տեսնում։ Այո։ Հայտարարել եմ ամենայն պատասխանատվությամբ, չեմ եղել որևէ ցուցակում, որովհետև ինձ առաջարկվում էր հերթական տեղ, դեր, իսկ ես դեկորացիա չեմ կարող լինել։ Հասարակությունը հիմա չի հասկանում դուք քաղաքականության մեջ եք, թե ոչ։ Եմ եղել եմ կամ եւ շարունակելու եմ մնալ, ուղղակի քաղաքական գործընթացներում իմ դերակատարումը շատ ավելի ռազմավարական է, քան տակտիկական այս պահի։ Ավելի երկարաժամկետ եմ ես պլանավորում իմ քաղաքական գործունեությունը։ Առաջարկներ եղել են, որ մերժել եք։ Այո, եղել են, մերժել եմ եւ ամենայն պատասխանատվությամբ եմ մոտեցել այդ որոշմանը, որովհետեւ ես չեմ կարող լինել SMS-ով որևէ հարց իրականացնող կամ որևէ խնդիր լուծող մարդ, ես բնույթով էությամբ ուրիշ եմ եւ իմ որոշումները կայացնում եմ համախոհությամբ, բայց մաքսիմալ իմ ինքնուրույնությունն ու անկախությունը պահելով, ինքն ընդունելով իմ գաղափարական մոտեցումները։ 3 արժեք, որոնք ձեր քայլերի հիմքում են։ Հայրենիք, կարգ, արժանապատվություն։ Ամենամեծ հիասթափությունը։ Որ նույնիսկ պարտությունից հետո պատերազմում քաղաքական անհրաժեշտ դասերը չքաղեցինք։ Ամենասխալ գնահատականը ձեր մասին։ Որ ես ունեմ պայմանավորվածություններ բոլորի հետ, բայց եթե ունեմ պայմանավորվածություններ, ես այդքան ազատ եւ ինքնիշխան չեմ խոսի։ Գիրք, որը փոխեց ձեր աշխարհայացքը։ Քաղաքական։ Այո։ Երկու գիրք, մեկը պատանեկության տարիներին շատ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։ Հետիեղեռնյան նախասփյուռքյան շրջանի ձևավորման ամենահայտնի մտավորականներից Կարո Փոլադյանի «Կհրաժարի իմ հայութն ես» վերտարությամբ աշխատությունը, իսկ ընդհանրապես մշակույթի եւ իմպերիալիզմը Էդվարդ Սայիդ, նաեւ Նոամ Չոմսկի այդ աշխատությունները, կոթողային աշխատությունները, որոնք իսկապես աշխարհայացքային լուրջ վերանայումների տեղիք են տվել։ Ինչ երաժշտություն եք լսում, երբ ուզում եք խաղաղվել։ Pink Floyd։ Ձեր մասին որ առասպելն է զվարճացնում։ Որ ես շատ եմ զվարճանում դրանից։ Մի ժամանակ ասում էին միայն KGB-ի, վերջերս նաև լսել եմ
MI6-ի բրիտանական հատուկ ծառայությունների եւ ամենատարօրինակը Mossad-ն էր։ Ոչ միայն զվարճացնում է, ես ասում եմ, եթե ես իմ ազգային գծի մեջ շարունակում եմ մնալ, բայց միաժամանակ 10 հետախուզական եւ անվտանգային հատուկ ծառայությունների հետ աշխատեմ, ուրեմն ես սուպերմենն եմ։ Եթե առաջարկեն պաշտոն Այս իշխանությունը։ եւ Այս իշխանության դեպքում ոչ մի դեպքում, բայց առհասարակ պաշտոնը ինձ համար պատասխանատվություն է։ Պաշտոնը դերակատարում չէ։ Ես ինքս էությամբ կարգապահ մարդ եմ, բայց եթե այդ կարգապահությունը պիտի ընկալվի ապուշությունների դիմաց լռել, ապա չեմ համաձայնվի։ Պաշտոն, որը ռազմավարական եւ հայցակարգային առումով լծակներ կստեղծի իրական փոփոխության, ապա կքննարկեմ, բայց հերթական համարը չեմ եղել, չկամ եւ չեմ լինի։ ով է մեղավոր ստեղծված վիճակի համար նախկինները թե ներկաները։ Նախկինների քաղաքական գործունեությունը միարժեք գնահատել հնարավոր չէ, որովհետեւ եղել են եւ թերություններ եւ լավ կողմեր եւ անսխալական իշխանություն որպես այդպեսին չկա, խնդիրն այստեղ այն է, որ արդյոք դու կարողանում ես այդ սխալականության տոկոսը սահմանների մեջ դնել եւ դա չանդրադառնա քո պետական կարգի, քո ազգային անվտանգության վրա։ Նախկիներ ունեն իրենց պատասխանատվության բաժինը, այդ իսկ պատճառով 2018 թվական տեղի ունեցավ, ներկաների պատասխանատվության մասին խոսելը ավելորդ է, իմ ամբողջ վերջին 8 տարվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով եմ խոսել, բայց խնդիրն այստեղ այն է, որ ով է կրելու պատասխանատվություն, բոլորը խոսում են, որ սա է մեղավոր, նա է մեղավոր, իսկ ի վերջո ոչ ոք պատասխանատվություն չի կրում, պատասխանատվություն կրում են բացառապես նախկին լինելու համար։ Այսինքն հանրությունը ի վերջո չգիտի ինչի համար է պատասխանատու, ինչի համար է մեղավոր, երկիրը այսօրի հասցնելու աղքատության, պետությունը աճուրդի անելու, արժեքներ վաճառելու։ Դուք նախկին եք թե ներկա։ Ես նախկինի եւ ներկայի փորձը իմաստությունը եւ սխալներից դասեր յուրացնելը վերցրած ես ապագայի քաղաքական մարդ եմ։ Քաղաքականություն մտնելը ձեր դեպքում ընտրություններ թե հարկադրված քայլ։ Ընտրություններ եւ հարկադրված քայլ։ Ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ եւ գիտությունը շատ եմ սիրում եւ զբաղվել եմ իմ մասնագիտությամբ երկար տարիներ։ Պատերազմը դեռ վրա չհասած ինձ համար շատ վաղուց ավելի պարզ էր, որ մենք հայտնվելու ենք մի վիճակում, երբ ասիմետրիկ քայլերի անհրաժեշտություն է լինելու։ Ես ինչու եմ ընդհանուր ֆոնը ներկայացնում, ընդհանուր պատկերը ներկայացնում, որպեսզի պարզ լինի, թե քաղաքականությունը քաղաքականություն մտնելը կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը պահի տակ ընդունված որոշում չէ։ Այլաստիճանական մեկ իրադարձությունը մյուսին հաջորդելու եւ այդ իրադարձություններից համապատասխան եզրակացություններ անելու հետևանք է։ Քայլերը, որոնք առնվում էին այս գործող իշխանության կողմից, ինձ հուշում էին նաեւ հաշվի առնելով իմ մասնագիտական background-ը, իմ գիտելիքը, իմ փորձը նաեւ, որ մենք սահուն գնում ենք դեպի գահավիժում եւ անվտանգային կոլապս։ Սա ինձ համար տեսանելի էր դեռ 18 թվականին, իսկ 20 թվականի ամենահայտնի Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովում վարչապետի աթոռն զբաղեցնողի հայտարարությունը, երբ թշնամի պետության այդ ժամանակ նախագահը հերյուրանքներ էր տարածում եւ լուտանքներ էր թափում Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին, դրա պատասխանից ես հասկացա, որ մենք մտել ենք իսկապես մի վիճակ, երբ Արցախով պայմանավորված բանակցային process-ը ոչ թե գնում է փակուղի, այլ միտումնավոր տարվում է փակուղի, որպեսզի լեգիտիմ հիմք ստեղծվի հետագայում Արցախից հրաժարվելու համար։
ինչի ինձ համար բարձր դեռ 2016 թվականից։ Իսկ պատերազմը ամեն ինչ փոխեց։ Պատերազմը իմ դեպքում ոչ միայն աշխարհայացք փոխեց, ոչ միայն դա երկրորդ պատերազմն էր, որին ես քիչ թե շատ մասնակցություն եմ ունենում իմ մասնագիտության շրջանակում։ Առաջին ապրիլյան քարոզյան էր, չհաշված այն, որ ես մի քանի պատերազմական գործողությունների ականատես եմ եղել լրագրողական կարիերայի ընթացքում աշխարհի տարբեր կոնֆլիկտային կետերում, այսինքն այդ փորձը կար նաև ռազմական լրագրությունից որոշակի իմաստություն, փորձ, գիտելիք ձեռք բերել է եւ ինձ համար պարզ էր, բայց եթե այդ դեպքում ուրիշի կռիվն է, սա մեր կռիվն է, սա մեր գոյության կռիվն է եւ բնականաբար այն եզրակացությունները, որ դու անում ես, շատ ավելի խորքային պիտի լինեն եւ շատ ավելի ուղենշային պետք է լինեն քեզ համար։ Պարզ էր, որ նաև Genesis Armenia-ի ստեղծման նպատակներից մեկը նաև այն էր, որ քաղաքական գործընթացներում ոչ թե հերթապահ հերթական դերակատարում ունենալը պետք է լինի, այլ հայության գիտամտավոր ռեսուրսը համախմբելով ռազմավարական եւ հայեցակարգային առումով հասկանալ, թե մենք ուր ենք գնում, որտեղ ինձ համար խնդիրը ոչ թե հնգամյա կտրվածքով կամ հնգամյակի համար հասկանալ, թե ինչ պետք է անի պետությունը, այլ մեր ազգի եւ մեր պետությունը առաջիկա 40-50 տարվա ընթացքում իր տեղն ու նշանակությունը, դերն ու նշանակությունը որտեղ պետք է լինի։ Դա է պատճառը, որ process-ները ավելի արագացվեցին։ Որոշեցիք մտնել քաղաքականություն, բայց չգնացիք մինչև վերջ։ Ձեզ չընդունեցին, թե դուք չընդունեցիք։ Տեսեք, իմ ամբողջ կյանքի ընթացքում ես ունեմ սկզբունքներ եւ կարմիր գծեր, որոնք 7 կյանք էլ եթե ապրեմ, դրանք խախտել հնարավոր չէ։ Ոչ իմ կողմից, ոչ իմ գործընկերների կողմից, որոնց հետ առաջվում եմ։ Ես այդ առումով, որքան ճկուն եմ, քաղաքական բանակցությունների առումով, նույնքան օրթոդոքսալ սկզբունքային եմ մի քանի հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են ազգային ինքնությանը եւ հայկական օրիենտացիային։ Ինձ համար չկան հայը կլինի ռուսամետ, ամերիկամետ, արաբամետ, թուրքամետ, չկա այդպիսի բան։ Համար կա հայակենտրոնություն եւ հայաստանամետություն։ Այս երկու եզրույթների շուրջ պետք է ընդհանուր խոսույթը եւ ասույթը կառուցել։ Այս դեպքում հակասություններն ինչի շուրջ էին։ Տեսեք, որևէ բանակցություն, որի մեջ ես թաթախվում եմ կամ նախաձեռնում եմ կամ սկսում եմ, առաջնորդվում եմ հստակ մեթոդաբանությամբ։ Նվազագույնը մի քանի քայլ ես պիտի տեսնեմ։ Եթե չեմ տեսնում, չեմ մտնում այդ process-ի մեջ։ Մենք մտանք մի process-ի մեջ, որտեղ ես հայտարարել էի 4 բաղադրիչ, 4 պարամետր, որոնց հիման վրա պետք է հավաքվի կմախք թիմ։ Դրանք պետք է լինեն այդ ուժերը, հա, ազգային, պետականամետ, պրոգրեսիվ, առաջադեմ, ոչ կենացային հայրենասիրությամբ եւ տեխնոկրատ մոտեցումներ ունեցող։ Շատ աշխատեցինք, շատ արագացրինք նաև process-ը հաշվի առնելով, որ մենք ժամանակ չունենք։ Բայց այդտեղ առաջացան լրջագույն հակասություններ եւ Հայաստանի արտաքին քաղաքական օրիենտացիայի եւ ազգային ինքնության հարցերում սկզբունքային հակասություններ տնօրինեցան եւ պարզել, որ ինձ համար պիտի լինի ամենաողջամիտ որոշումը բանակցությունները դադարեցնելը, որովհետեւ գործընկերների կանխատեսելիությունը երաշխիքն է քո հետագա գործակցության։ Խնդիրը այստեղ միայն գործող չարիքից ձերբազատվելը չէ։ Խնդիրը հետագան ուրվագծելն է եւ հասկանալը մենք իրար հետ ընդհանրապես ճանապարհ պիտի անցնենք, թե ոչ։ Ես կրկնեմ, շատ կարգապահ մարդ եմ, բայց այդ կարգապահությունը եթե պիտի նշանակի ընդամենը համաձայնությունների խախտում եւ այդ խախտման դեպքում լռություն, ինչ եթե ասենք մենք քաղաքականության մեջ ենք, դա պարզապես չի կարող տեղի ունենալ։ Եթե կան համաձայնություններ, դրանք պիտի պահվեն մագնակարտայի պես եւ այդ համաձայնությունները եթե առնչվում են ռազմավարական հարցերին, ոչ թե տակտիկական, մարտավարական հարցերը կարելի է բարբերաբար փոխել իրավիճակով պայմանավորված այլ քայլերի գնալ, բայց ռազմավարական հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերվում են։ Ես այդպիսի ձևակերպում ունեմ Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերին, այս կոմպլեքսին, եթե այդ հենասությունները խախտվում են, ուրեմն
ես ոչ միայն չկամ նման process-ի մեջ, այլև նմանատիպ այլ process-ներ, որոնք առնչվում են ինձ, ես պարզապես կկազմաքանդեմ։ Բայց այսօր քաղաքականությունը թիմերի շուրջ է կառուցված։ Անհատ խաղացողը կարող է ազդեցություն ունենալ։ Անհատ խաղացողի, ես թիմային խաղացող եմ, նախ սկսենք այդտեղից, բայց ունեմ իմ անհատականություն։ Ունեմ իմ սկզբունքները, իմ կեցվածքներն ու մոտեցումները, որոնք ոչ մի գնով հնարավոր չէ փոխել։ Ոչ մի պարագայում։ Ունեմ բարոյական նկարագիր եւ բարոյագիտության իմ ընկալումները, որոնք տեղավորվում են ոչ միայն համամարտկայինի, այլ կոնկրետ ազգայինի պարունակի մեջ, դրան խախտել հնարավոր չէ։ Եթե դա նշանակելու է անկախության կորուստ, ես ուրեմն այո անհատական խաղացող եմ։ Ինձ հնարավոր չէ հեռախոսով կառավարել։ Ինձ հնարավոր չէ զանգով որևէ բան փոխանցել։ Եթե այդ թիմային խաղալու գինը, թիմային չխաղալու գինը պետք է լինի անկախության կորուստը, իսկ եթե ես անկախ եմ, ուրեմն պիտի խոսեմ եւ գործեմ այնպես, ինչպես մտածում եմ, որ այստեղից էլ բնականաբար շատ կարեւոր է եզրակացություն։ Ավանդական թիմերում, որտեղ ինձ չեք տեսել, պատճառը հենց դա է, որ ինձ կառավարելը հեշտ չէ, բայց ես էությամբ թիմային խաղացող եմ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր անցած մի քանի ամսվա ընթացքում մեզ հետ աշխատեցին, բանակցեցին, մենք իրենց միտք տվեցինք, մենք գիտամտավոր շատ լուրջ արտադրանք թողեցինք, իրենք տեսան, որ անձամբ ես ամբիցիա խաղացնող չեմ, բայց ինձ համար քաղաքական process-ը ոչ թե բիզնես պլան է, ոչ թե PR ակցիա է, տեսախցիկների առաջ իրևալու եւ մի քանի ծափեր ու Facebook-յան լայքեր կորզելու եւ ասելու, տեսեք ես ինչ արեցի կամ այսքան հետևորդ ունեմ, այլ ես քաղաքականությանը որպես մասնագիտություն եւ մասնագիտական դավանանք շատ ավելի լուրջ եմ մոտենում, որովհետեւ իմ սիրած մասնագիտությունն է եւ ավելի քան 2.5 տասնամյակ, 3 տասնամյակ գրեթե ես զբաղվում եմ դրանով, ավելի լուրջ արժեքային ընկալումներ եմ դնում այդ process-ի մեջ, քան հերթական արարողակարգային ինչ որ միջոցառում։ Ինձ համար ընտրությունը միջոցառում չէ։ Ինձ համար ընտրությունը երկրի, ինչու՞ չէ նաև անձի, ընտանիքի, ապագայի ու նաև պատասխանատվության հարց է։ Ես այդ պատասխանատվության բարձր գիտակցումով եմ մտնում այդ process-ի մեջ։ Եթե դա պիտի խախտվի եւ ես ընդամենը մի քանի լայք պիտի ստանամ, ներողություն, որի կարիքը չունեմ, եւ անձս պիտի հանրայնացվի, պաստառների վրա տպվի, տեսեք, ես ընտրության եմ մասնակցում, ես այդ process-ի խեղկատակը չեմ։ Կան մարդիկ, որոնք մեծ սիրով վերցնում են այդ դերակատարումը։ Իսկ ավելի վտանգավոր է անկախ։ Միշտ։ Դրագինը կհասկանա միայն այն մարդը, ով անցել է այդ process-ով, ով երբևէ SMS-ով չի կառավարվել կամ WhatsApp-ով։ Անկախ մարդը, ճակերտավոր ասեմ, անընդունելի է։ Ինչու՞, որովհետև ունի սեփական կարծիք, սեփական մոտեցում, սկզբունքներ, որոնք եւ զիջելու եւ համառելու դաշտ։ Ես այդ դաշտում լավ կարողանում եմ ինքս դրսևորել ինձ եւ իմ մասնագիտական գործունեությունը ամենավառ վկայությունն է։ Հնարավոր չէ հասկանալ մի մարդ, որը անկախ է, եթե դու ինքդ մտոք անկախ չես։ Նժդեհին եմ հիշում այստեղ, շատ ավելի վտանգավոր է ազատության մեջ գտնվող ստրուկը, քան անազատության մեջ գտնվող ստրուկը։ Գիտակցության հարց է, մոտեցման հարց է եւ աշխարհայացքի հարց է։ Դու այս ամենին որպես ինչ ես նայում։ Նայում ես որպես մարդ, որ ունի առաջիկա 5 տարվա համար հարստանալու պլան, հանրային դեմք դառնալու պլան, PR ակցիա, այս ամբողջը թե իր ամբողջ կարողականությունը, իր պոտենցիալը, փորձը, գիտելիքները, հմտությունները ներդնելու հանուն ընդհանուր բարիքի ստեղծման կամ ազգային քաղաքականության կամ ազգային օրակարգի իրականացման։ Պարոն Գասպարյան, ասում եք անկախ եք, բայց ձեր անունը կապում են տարբեր ուժերի հետ։ Նախկին նախագահների, նրանց հետ փոխկապակցված անձանց։ Իմ տարիքի բերումով, նաև մասնագիտական գործունեության տարիներին ես աշխատել եմ այն շրջանում, երբ նախորդ երկու նախագահները իշխանությունում էին։ Եթե նրանց ժամանակաշրջանում աշխատելը պիտի հաշվենք, որ իրենց համար եմ աշխատում, սա ընդամենը ներողություն արտահայտության համար մեղք եւ տգետ մոտեցում է, որովհետեւ իմ տարիքը դեռ այն մեծ տարիքը չէ, որ ասեմ, եղել եմ պետական իշխանությունում,
կուտակել եմ հարստություն, ունեցել եմ սա, ունեցել եմ դա, ավելին ասեմ, ես շարունակում եմ իմ պարզ կենցաղավարությամբ գոյատևել, ապրել եւ զարգանալ։ Ես որևէ դեպքում իմ կյանքի, որևէ փուլում չեմ եղել գործող կամ նախկին իշխանությունների թիմից։ Հայերենը հարուստ լեզու է։ Եթե հիմա պիտի թիմայնացնենք, այսպես ասենք, ես եղել եմ թիմում, բայց չեմ եղել թիմից։ Իսկ եղել եմ թիմում, որովհետև այդ մարդիկ էին իշխանությունում։ Օրինակ ես հանրային հեռուստաընկերությունում եմ աշխատել։ Դուք պատկերացնում եք, հանրային հեռուստաընկերությունում աշխատես եւ ասես ես մերժում եմ պետական մարմիններից եկած հաղորդագրությունները։ Դրանք չեմ տալիս, որովհետև ես ունեմ հակառակ որոշում։ Ավելին բոլոր ժամանակներում էլ ինձ ընդունել են որպես տարբերվող կարծիք ունեցող մարդ, որի մոտեցումներն ու սկզբունքները հետաքրքիր են։ Գուցե ոչ վճռորոշ կամ ճակատագրական, հետաքրքիր են։ Ինչու՞, որովհետև դուք կարող եք այս բաժակին ձեր դիտանկյունից նայել, ես այս դիտանկյունից նայել եւ պարտադիր չեմ, որ մեր բոլոր զրույցները ավարտվեն սեղանը այսպես տապալելու կամ շուռ տալու ակցիայով։ PR ակցիա չպետք է անենք, հա, մենք խնդիր պիտի լուծենք։ Եթե կարճ եւ ուղիղ պատասխանեմ ձեր հարցին, ինձ վրա ազդեցություն է ունեցել Արամ Մանուկյանը, բացառապես, եւ Դրաստամատ Կանայանը։ Եթե պիտի գնանք գերեզմանի մոտ իրենց հարցնենք, դուք հովանավորում եք կամ չեք հովանավորում, ապա ինձ համար մեծ պատիվ կլինի, որ իրենք Անդր Շիրիմյան աշխարհից պատասխանեն այդ հարցին։ Ու ես ասեմ, ինչու են նման խոսակցություններ տարածում։ Աղվեսի դունչը որ խաղողին չի ասում, ասում է թթու։ Անկախ մարդը անկանխատեսելի է եւ վախեցնող։ Կախյալ են ուզում բոլորը տեսնեն իրենց դիմացին։ Ես ինձ համարում եմ քաղաքական դաշտում անկախ որևէ մեկից ամենայն պատասխանատվությամբ ասել եմ եւ ասում։ Ուղղակի հարցը, որ հիմա հիշեցիք, վերջին անգամ երևի Ջենեսիս Արմենիայի հիմնադրման ժամանակ եմ պաշտոնապես հայտարարել, բայց քանի որ մարդիկ շարունակում են համառել եւ համարել, որ անպայման դիմացինին պետք է ցեխոտել եւ իրենց մանր էությունը փորձեն գտնել ուրիշների մեջ, ամենայն պատասխանատվությամբ ասել եմ, ասում եմ եւ կասեմ։ Որևէ մեկից նախկին ներկա չգիտեմ ով կախվածություն չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենա ոչ ֆինանսական, ոչ առավել եւս բարոյական եւ արժեքային իմաստով։ Այսինքն երբևէ ծրարով գումար չեք ստացել, ոչ աշխատավարձ։ Ես տեսել եմ, թե մարդիկ ինչպես ստացել են։ Ես տեսել եմ դա։ Բայց երբ գիշերը ես գլուխս դնում եմ բարձին, մեկ բան գիտեմ։ Այն գումարը, որ ես իմ ճակատի քրտինքով աշխատել եմ, աշխատում եմ եւ բերում եմ տուն, ես հանգիստ եմ քնում, որովհետեւ իմ արդար աշխատանքի վարձատրությունն է, բացառապես աշխատանքի եւ կյանքումս որևէ մեկից որևէ ծրար չեմ ստացել, ավելին ասեմ, երբ Ջենեսիս Արմենիան նոր էր հիմնադրվել, պարզապես այս միֆերի մասին որ խոսում եք, տարբեր դրվագներ եմ հիշում, արտասահմանյան անվտանգային եւ հետախուզական մի քանի ծառայության ներկայացուցիչ պորտֆելներով եկել էին մեր գրասենյակ եւ ինձ առաջարկում էին ահռելի մեծ գումար, ահռելի, իրենց գլխավոր նպատակը իրենց հետ աշխատելն էր, այնպիսի գայթակղիչ բաներ, որ պատասխանը բացառապես մեկ տեսքով ստացան, որ հավաքեք այս ձեր եղած չեղածը եւ կորեք այստեղից։ Ծրարով գումարը խնդիրը այդ ձևականությունը չէ, ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, խնդիրը այստեղ քեզ կուլ տալն է, քեզ որպես մարդ ոչնչացնելը եւ որպես ազգային տեսակ կարմիր գրքում գրանցելը։ Ես ոչ թե որ չի եղել նման դեպք, որովհետեւ ինքս թույլ չեմ տվել։ Այդ դեպքում ով է ձեզ ֆինանսավորում, կառույց եք ստեղծել, ծրագրեր եք իրականացնում, ինչպես։ Իմ ընկերները, իմ գաղափարի ընկերները, գաղափարական ընկերները, որոնց հետ անցած 5 տարում, 6 տարում հետ պատերազմյան
անցանք բավական հետաքրքիր ճանապարհ, ինչպես նաև Սփյուռքի եւ Հայաստանի մեր այն հայրենակիցները, որոնք տեսել են մեր գործունեությունը, հավատացել են մեզ, շարունակում են հավատալ եւ գիտեն, որ իրենց յուրաքանչյուր նվիրատվության, յուրաքանչյուր լուման նպատակային է, նպատակին է ծառայելու։ Մենք իհարկե մեր գործունեության հիմքում սկզբունքային խնդիր համարեցինք թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ մեր կատարած գործունեության հաշվետվությունը ամբողջությամբ բաց է, թափանցիկի բոլորը գիտեն, տեսել են։ Սկսած 2021-23 թվականներին Արցախում մեր իրականացրած գործունեությունից, դրանից հետո նաև Հայաստանում։ Մեր ընկերներն են, մեր հայրենակիցներն են, որոնք ամսական պարբերականությամբ իրենց նվիրատվությունը անում են եւ ֆինանսավորում են ոչ թե մեզ, որպեսզի կախվածություն չունենան, այլ ֆինանսավորում են ծրագրերը։ Իսկ մենք մեր ցանցի միջոցով, կապավորների միջոցով մենք այդ ծրագրերը կյանք ենք կոչում։ Genesis Armenia իրականացրած ծրագրերի 95%-ը մարդիկ իրականացրել են կամավոր, հավատացել են գաղափարին, հավատում են գաղափարին եւ իրականացնում են այնպես։ Մենք մարդկանց ոչ թե վարձատրում ենք, այլ շնորհակալություն ենք հայտնում իրենց կատարած կամավորական աշխատանքի համար։ Մեր կազմակերպությունը ֆինանսավորում է այդտեղից, մեր հայրենակիցներից։ Այդ դեպքում ինչու չեն հավատում, որ ինքնուրույն եք։ Իրենց խնդիրն է։ Գիտեք, ես պիտի չընկնեմ փոստներով մարդկանց համոզեմ, գիտեք ինչ, ես անկախ եմ։ Ես աշխատում եմ այսպես, ես անկախ եմ։ Իմ գործունեության արդյունքը սա է, արդյունքով պետք է դատել։ Ոչ թե կենացներով։ Ես կարող եմ ամենալավ կենացները ասել, բայց սեղանի շուրջ աշխատանքի ժամանակ կենացներ չկան։ Դուք պատկերացրեք ձեր գործունեության ընթացքում, ձեր պրոֆեսիոնալ գործունեությանը, որին ես հետևել եմ, դուք զբաղվեք ինչ-որ դատարկաբանություններով, ներողություն արտահայտության համար, ով կհարգի ձեզ, ով կնայի։ Եթե ի վերջո այդ ձեր հարցադրման պատասխանը այսպես տա, ինչու եք ինձ հրավիրել այդ դեպքում։ Հրավիրել եք, որովհետև տեսել եք գործունեությունը, արդյունքը տեսել եք, թե մարդիկ ինչ կասեն, մարդիկ միշտ էլ պիտի ասեն, Տիկին Սարգսյան, միշտ էլ խոսելու են։ Հիմա ես բան ու գործ թողեմ, մարդկանց ասածներին հետևեմ, ասեմ, գիտեք ինչ, ես պիտի արդարանամ, ես սիրվելու խնդիր չեմ դնում։ Համակարգում քեզ ներգրավել չցանկանալու պատճառներից մեկը նաև դա է, որ դու ամեն ինչին պիտի ասես այո, ամեն ինչին պիտի ծափ տաս։ Ղեկավարի ինչ կասի պիտի ասես այո, ես այդ տեսակը չեմ։ Սկեպտիցիզմ կա, դեկարտիզմը նստած է իմ մեջ, ցանկացած բան, որ ասում են, ճշմարտացիությունը պետք է ստուգել, պետք է վիճարկել ի վերջո, միտքը այդպես է ծաղկում։ Ես իմ կառույցում եմ այդպես։ Մենք հորիզոնական մտածողության եւ կառավարման ձևի կառույց ենք։ Բրգաձև չէ, որ ասենք Աբրահամ Գասպարյանը ասաց այսպես պիտի լինի, ի վերջո այն հարցերը, որոնք վերաբերում են անվտանգությանը, իհարկե, որովհետև դու ոչ միայն որոշում ես ընդունում, նաև պատասխանատվություն ես կրում։ Այն ինչ վերաբերվում է անվտանգությանը, ուղղվածությանը, գաղափարական ուղղվածությանը, այդ ամբողջ պատասխանատվությունը ես կրում եմ եւ ընդունում եմ որոշումները։ Բայց ինչպես կարելի է մարդուն ասել, այս հարցի վերաբերյալ քո մոտեցումը որն է, դու ասա, բայց ես հաշվի չեմ առնելու։ Անկախ մարդու սինդրոմն է դա։ Եվ ինքը պատրաստ պիտի լինի այդ խոսքերը լսելու։ Ցանկացած համակարգում փոփոխություն անողը ռեֆորմիստը կամ ռեֆորմիստական մոտեցում ունեցողը պիտի հանդիպի սվինների։ Քաղաքական process-ի մեջ մտնելը, պետական գործի մեջ մտնելը անշնորհակալ գործ է մեծ հաշվով։ Դու պիտի շնորհակալություն եւ ծափեր չակնկալես։ Եթե պիտի ակնկալես, ուրեմն դու նույնպես ծափ պիտի տաս։ Ես ինքս էության ծափ տվող չեմ։ Ես անհատի ֆետիշացում չեմ ընդունում։ Համարում եմ, որ հայ ժողովրդի ամենադաժան տասնամյակները մնացել են անցյալում, խորհրդային տարիներին, իրենց առավելություններով հանդերձ եւ մեր ստեղծածով, մեր ազգի մտքի ու բազգի ստեղծածով հանդերձ, այդուհանդերձ համարում եմ անհատի ֆետիշացումը շատ բացասական ազդեցություն է թողել, նաեւ անդրադարձել է Հայաստանյան քաղաքական մշակույթի վրա, որի ձեռքը մենք գերի ենք ընկել, որտեղ մարդիկ պիտի պաշտամունքի առարկա ստեղծեն իրենց համար, տոտեմ ստեղծեն, բոլորը պետք է ծափ տան, բոլորը խելոք պիտի ասեն, որ ոչ, ես կարողանում եմ ասել ոչ, այդ կապանքները չունեմ։ Եվ ցանկացած մարդու, որի ասածը ինչ քաղաքական կալիբրի ուզում է լինի։ Նախկիններ եք ասում, իրենք էլ կարող են վկայել, որ ես ունեմ այդ ուժը, բարոյական ուժը իմ մեջ ասելու ոչ։
Դրա համար դու պիտի հաշվի առնես, եթե հանրային դեմք ես, որ քեզ քարկոծելու են եւ քեզ պիտակավորելու են։ Ես դրան արդեն սովոր եմ։ Վերջին մի քանի տարվա ընթացքում հավանաբար գիտեք, թե քանի օտարերկրյա գործակալի պիտակ փորձեցին ինձ վերագրել, հա։ Սաուդյան Արաբիա, Մոսադ, Թուրքիա, Ռուսաստան։ Ես արդեն հումորով եմ բաղուց վերաբերվում այդ ամեն ինչին։ Անկախ գործողը, բայց թիմային հոգեբանությամբ եւ գործելաբոճով մարդը միշտ պիտի պատրաստ լինի նման արգելքների եւ չպիտի սասանվի։ Փորձել են օգտագործել ձեր հեղինակությունը։ Քաղաքականության մեջ դա սովորական երևույթ է։ Եկեք չֆետիշացնենք այդ բանը, որ մարդը չպետք է հանկարծ փորձել են։ Խնդիրն այն է, արդյոք դու հերթի մեջ ես, թե չես։ Ես հերթի մեջ չեմ կանգնում։ Եթե հերթի մեջ կանգնես, քեզ փորձել են օգտագործել։ Ինչը կրկնեմ, քաղաքական process-ներում շատ նորմալ է։ Պարզ է, քաղաքական թիմեր են հավաքվում են, ինչ են հավաքվում, ինչ են քեզ ընտրում, որովհետև դու ունես հեղինակություն։ Քո խոսքը ազդեցիկ է, քո գործը տեսանելի է, իրենք պիտի փորձեն մաքսիմալ օգուտ քաղել այդ ամեն ինչից։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում։ Խնդիրն այստեղ է։ Դու կդառնաս գրպանային թե ոչ։ Ի վերջո, եթե իմ հեղինակությունը ես ինչ եմ անելու պահեմ ինձ համար, ինչ անեմ։ Հանրային բարիքի պիտի ծառայի, պետությանը պիտի ծառայի։ Եվ պարզ է, որ այդ բարիքը պիտի ստեղծես թիմով։ Եթե սեղանին դուք դնում եք դիցուկ 10 կազմակերպական կառույց եւ ակնկալում եք, որ այդ թիմային աշխատանքի հոգեբանության մեջ եւ աշխատանքի մեջ ես ինչ որ բան պիտի դնեմ սեղանին։ Ես էլ դնում եմ հեղինակություն, անուն, միտք։ Եվ պարզ է, որ այդ ընդհանուր քաղաքական գիծը տանելու համար կամ նպատակին հասնելու համար յուրաքանչյուրս պիտի զիջի ինչ որ բան։ Խնդիրը կրկնեմ, որտեղ է սկսվում քո զիջման դաշտը, որտեղ են սկզբունքներդ եւ արդյոք կարողանում ես այդ բալանսը պահել։ Բոլոր թիմերի հետ, որ ես աշխատել եմ, չկա որևէ թիմ, որից դժգոհ։ Հենց դիպչել են կարմիր գծերին, սկզբունքներին, մենք դադարեցրել ենք գործակցությունը։ Կներեք հարցիս համար, բայց ի վերջո ում մարդն եք դուք։ Ես իմ կնոջ մարդն եմ։ Նման հարց միայն նման պատասխան կարող է ունենալ։ Ես բացառապես իմ կնոջ մարդն եմ։ Գիտեք, մեր քաղաքական խոսույթում եւ մշակույթում արմատավորված այս տգեղ հարցը ինձ ոչ թե վիրավորում է, այլ զգում եմ, որ մենք ապրելով միևնույն տարածքում մենք իրար չենք զգում, մենք իրար չենք ճանաչում։ Ի վերջո մարդուն ճանաչում ես process-ի մեջ։ Ոչ թե ասում ես դիցուկ Աննա Սարգսյանը լավ մարդ է։ Աննա Սարգսյանը լավ մարդ է արտահայտությունը դասագրքային դոգմա չէ կամ ճշմարտություն չէ։ Աննա Սարգսյանը լավ մարդ է, լավ ընտանիքի մայր է, լավ երեխաների, չգիտեմ, դաստիարակող է։ Այս բոլորը մենք process-ի մեջ պիտի տեսնենք։ Հիմա դուք որտեղ էլ որ աշխատեք, ձեզ պիտի ասեն, ուրեմն այդ շրջանում դու սրա մարդն ես։ Ես աշխատել եմ տարբեր վայրերում, ունեցել եմ տարբեր ղեկավարներ։ Շատ լավ իմացել եմ իրենց կապերը տարբեր մարդկանց հետ։ Հիմա ես կանգնեմ ասեմ դու սրա մարդն ես, դու դրա մարդն ես։ Ես համարում եմ սա մեծ հաշվով տխեղծ խոսույթի արտացոլում, որը կա մեր իրականությունում։ Մենք իրար չենք ճանաչում։ Մենք process-ները տանում ենք իրար հետ։ Ի վերջո պիտի ասենք ինչու պիտի այդ հարցը առաջանա օրինակ։ Եթե ես որևէ մեկի մարդը լինեի, Տիկին Սարգսյան, այդ տեսեք, քանի որ հարցը էլի այդ միֆերի դաշտից բերեմ ռեալ իրականություն։ Եթե ես որևէ մեկի մարդը լինեի, ես այսօր նյութական, ֆինանսական, պաշտոնեական եւ այնպիսի մակարդակներում կլինեի, որ որևէ մեկը չէր կարող երևակայել։ Այն գայթակղիչ առաջարկները, որ արվել են, ես 1980 ոտքովս շպրտել եմ, որովհետև դրանց տակ չկար երկու բան՝ բարոյական եւ ազգային նկարագիր։ Դրանք ինձ խորթ են։ Ուրեմն ճիշտը մնում է, որ տղամարդը իր կնոջ մարդն է։ Պարոն Գասպարյան, ձեր ելույթների
Եթե բոլոր ելույթների առանցքում ազգային պետական օրակարգն է եւ վերջերս շատերի շուրթերից ենք այդ ձևակերպումը լսում։ Ազգային պետական օրակարգը բրենդ է։ Ես միայն ուրախանում եմ, որ Genesis Armenia-ի եւ անձամբ Աբրահամ Գասպարյանի քաղաքական եզրաբանությունը եւ ստեղծած բառամթերքը, որը դրվեց շրջանառության մեջ, լայն տարածում է գտնում, որովհետեւ դա բացառապես կհարստացնի մեր քաղաքական պատմույթը եւ ինչ որտեղ նաեւ ազգային օրակարգի սպասարկմանը կնպաստի։ Ցավոք պիտի ասեմ, որ ազգային պետական օրակարգը, իսկ դուք գիտեք, ես գրում եմ ազգային գիծ պետական, այսինքն տարանջատել հնարավոր չէ, փուչիկ չէ, փաթեթավորում չէ։ Երբ խոսում ես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին եւ ասում ես, որ ազգայինը եւ պետականը այո հաշվի եմ առնում, պիտի հաշվի առնես շատ կարեւոր մի քանի հանգամանք, դիցուք, երբ քեզ համար առաջնային է Հայաստանի պետական շահը, երբ Իրանի եւ Միացյալ Նահանգների Իսրայելի միջև պատերազմ է ընթանում, դու պիտի խոսույթդ ավելի զուսպ դարձնես եւ մոտեցնես իրականությանը, որովհետեւ Իրանը քեզ համար ոչ միայն քաղաքական, ոչ միայն աշխարհագրական, այլև քաղաքակրթական դաշնակից է, քո հարևանն է եւ մենք բնական դաշնակիցներ ենք իրար հետ։ Դու այդ ամբողջը պիտի հաշվի առնես։ Բայց եթե պիտի դարձնես ազգային պետականը այսպես փաթեթավորմամբ, սիրուն փաթեթավորմամբ ինչ որ մի բան, բայց իրականում տակը խորք չլինի, գիտելիք չլինի, իմացություն չլինի, ճանաչելիություն չլինի, պարզապես մակերես, ապա դա այո PR ակցիա է ավելի շատ։ Յուրաքանչյուր եզրույթ, որ գործածում ենք, դրա տակ իմաստ պետք է դնենք։ Մենք հիմա սխալ ենք մեկնում եւ մեկնաբանում ազգայինը։ Մեր խնդիրները այդտեղից են սկսում, որովհետեւ ես այսօր հագել եմ ժամանակակից կոստյում, փողկապ, ինչ նխանգարում որ ասել ես ազգային եմ, անպայման որ ասեմ ազգային, ուրեմն տրեխներով Մարութասարից նոր պիտի իջած լինեմ, այսինքն մենք արժեզրկել ենք այդ ամբողջը եւ բովանդակազրկել ենք։ Դա է պատճառը, որ մարդիկ ավելի շատ չեն հավատում ազգայինին, կամ ասում են, օ, ազգային, ուրեմն դու արխայիկ ես, չէ։ Ես շատ ժամանակակից եմ, ես շատ տեխնոկրատ մոտեցումներ ունեմ, շատ առաջադեմ եմ, որովհետև շատ լավ գիտակցում եմ ազգայինի ինչ բան է։ Ազգայինի արժեքային հիմքերը գիտեմ, բարոյական ընկալումները գիտեմ, դիեզերական ճշմարտացիությունը գիտեմ ազգայինի։ Այդ իսկ պատճառով չեմ խորշում որևէ trend, որը ժամանակակից է ամբողջ աշխարհով մեկ տարածվում է, փորձեմ տեղայնացնել այնպես, որ ծառայի ազգային պետական օրակարգին, ոչ թե դառնամ դրա գերին կամ դրա կցորդը։ Ընտրությանը մնացել է 1 ամիս, պարոն Գասպարյան, բայց հասարակության մեծ մասը շարունակում է պնդել, որ ոչ նախկիններին է ուզում, ոչ ներկաներին։ Կա երրորդ ուժ, որին կցանկանա ընտրել հասարակությունը։ Կա նման բան քաղաքականության մեջ, թե դա միֆականացված կերպար է։ Տեսեք, երրորդ ուժ, որ ասում են, ես չեմ ուզում քաղաքագիտական բացատրություն տալ միայն։ Բայց մենք Մարսից չենք բերելու Տիկին Սարգսյան մարդկանց։ Մենք հաճախ ունենք պատկերացումներ, որ մարդը պիտի լինի կամ պիտի բավարարի նվազագույնի 5 չափանիշի։ Ունենա փորձ, պետական կառավարման փորձ, ժողովրդական լեզվով ասած տեսած լինի, այսինքն նյութապես, ֆինանսապես ապահովված լինի, կոռուպցիայի թալանի մեջ թաթախված չլինի, ունենա մեծ բագաժ, ինտելեկտի, մեծ էրուդիցիա ունենա եւ։ Մենք այդպես չափանիշներով մարդկանց որտեղից պիտի բերենք։ Մենք ունենք այն ինչ կա։ Մենք կրթական համակարգ ենք քանդել։ Մենք ամբողջ գիտական ինդուստրիալ համակարգ ենք քանդել։ Մենք անցած 35 տարվա ընթացքում շատ բաներ ենք բաց թողել եւ չենք ձևավորել այն էլիտան, որը արժեքային առումով կլինի նպատակային։ Մենք հիմա ուզում ենք երրորդ ուժ, բայց այդ երրորդ ուժը չի կարող օդից գալ։ Մեր միջից պիտի լինի։ Բայց խնդիրը հետեւյալն է, որքան այդ ընտրությունների մասնակցող ուժերը կդրսևորեն կամք դեպի մայրամուտ գնացող այս մեքենայի արգելակները քաշելու նպատակային եւ մեկ հարցի շուրջ։ Մենք որ process սկսեցինք, ես առաջ էի տարել, վերջին 5 տարում առաջ եմ տանում հետ պատերազմյան։ Հավաքական առաջնորդության գաղափարը չաշխատեց։ Ցավով պիտի ասեմ, չաշխատեց։
Սկզբնական շրջանում 2-3 դրսևորում եղավ, բայց հետո երբ որ մարդիկ բացահայտում են իրենց ամբիցիաները, որի տակ կրկնեմ չկա խորք մակերես է ընդհանրապես։ Հավաքական առաջնորդությանը հավատալու համար դու պիտի բարոյական բարձր ընկալումներ ունենաս եւ պատրաստակամություն հարկ եղած դեպքում քեզնից ավելի կարողին, ավելի մեծ հնարավորություն ունեցողին, ավելի ճկուն մտածողություն ունեցողին զիջելու քո դերը, տեղը չեմ ասում, որովհետև հավաքական առաջնորդության մոդելի դեպքում դու պիտի առաջնորդվես համընդհանուր նպատակի իրականացման ձգտումով, ոչ թե քեզ առաջին համար բերելու եւ մյուսներին անտեսելու, հա? Դա երբ չի աշխատում, բնականաբար դառնում է անձակենտրոն, ձևավորվում են մարդ կուսակցություններ եւ process-ը գնում է տապալման, այսինքն շղթայի տարբեր օղակներ են։ Ընդդիմության, որ ասում են հավաքական ընդդիմություն, ես չեմ հավատում դրան։ Չկա այդպես բան, գուցե պետք էլ չէ հավաքական ընդդիմություն։ Փորձեցինք այդ ուժը պլատֆորմա ստեղծել, որը կնպաստի, չստացվեց, դասեր քաղեցինք, փորձը հարստացավ եւ ճանաչեցինք մեկ-մեկու։ Իսկ դա նշանակում է, որ հաջորդիվ իրենց հետ որևէ ճանապարհ հնարավոր չէ անցնել։ Երրորդ ուժը օդից չի գալու։ Ունենք սա, բայց ես լիահույս եմ, որ ազգային գաղափարական հիմքով ուշադրություն խնդրեմ, ազգային գաղափարական հիմքով ձևավորված հիմնական 3 ընդդիմադիր բլոկները կունենան այդքան քաջություն, խիզախություն եւ քաղաքական իմաստություն եւ հեռատեսություն, ինչի նշույլները ես տեսնում եմ գնան միասնական այնպիսի համակարգված քայլերով, որը հնարավորություն կտա հունիսի 7-ից հետո փոխել երկրի մայրամուտի ընթացքը։ Ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Հաճախ ասում են, որ հասարակությունը անտարբեր է քաղաքական process-ներին եւ ոչ միայն պատերազմ, հազարավոր զոհեր, կորցրած տարածքներ, բայց մարդիկ փառատոների են մասնակցում, ուրախանում են, կյանքը շարունակվում է բնական հունով։ Սա անտարբերություն է։ Սա Հայաստանում ընդհանրապես էլիտաների բացակայության վկայություն, ոչ միայն իշխանական, այլև կրթամշակութային եւ քաղաքակրթական։ Սա միայն Հայաստանին չի վերաբերվում։ Սա վերաբերում է բոլոր պոստկոնֆլիկտային հասարակություններին ժամանակակից աշխարհում։ Աշխարհը փոխվել է եւ մարդիկ, որ նոստալգիկ հիշողություններով են ապրում, որ 90-ականներին էլի մենք նման վիճակներով ենք անցել, բայց հավատում էինք հաղթանակին եւ հաղթանակը կերտվեց, բայց այդ ամեն ինչը տանելի էր, դա հիմա դարձել է միֆ։ Այն ժամանակ գոնե հաղթանակի հույս կար եւ մարդիկ ապրում էին այդ հույսով։ Հիմա իշխանությունը ինչ է մատուցում։ Օրը ցերեկով ամենայն լպիրշությամբ եւ թրքաբարո մոտեցումներով հանրային հեռուստաընկերության եթերով հայտարարում են, որ տվյալ էթնիկ տարրը, որին վերաբերվում է Դիցուք Ստեփանակերտի մայր եկեղեցի մայր տաճարը, ինքը թող զբաղվի այդ հարցով։ Նման ստորակարճ վիճակներում հնարավոր չէ ոգի տալ հանրությանը։ Իշխանությունը ի վերջո ինքն է ուղղորդում։ Այդ ինչպես էր ստացվում, որ ես երբ երկրորդ կամ երրորդ դասարանում էի, մեր դպրոցական դասագրքերում ինչ էին սովորեցնում։ Ընկածին օգնել, կարիքավորին օգնել, չծաղրել որևէ մեկի աշխատանքը։ Մենք այդպես մեծացանք։ Այդ իսկ պատճառով մեր բարոյական եւ արժեքային ընկալումները կուտակվեցին եւ հարստացան ժամանակի ընթացքում։ Հիմա ինչ ենք սովորեցնում։ Հիմա իշխանությունը ինչ է սովորեցնում։ Երբ ունես մի իշխանություն, որը իլուր աշխարհը ասում է լավ եմ արել Արցախը տվել եմ, գլուխներդ պատով եք տվել ու 5000 հանուն ոչինչի զոհվեցին։ Լավ եմ անում հայոց պատմության միջից հանում եմ SSS հարցերը։ Օրը ցերեկով եկեղեցուն եմ քարկոծում։ Սա եմ անում, դա եմ անում։ Ինչ եք ուզում։ Ուզում եք ժողովուրդը որևէ ռեակցիա տա։ Այստեղ խնդիրը ոչ այնքան ժողովուրդն է, որքան եւ խնդիրը ոչ միայն իշխանությանն է վերաբերում, այլև ընդհանրապես ընդդիմադիր դաշտը։ Արդյոք կարողանում է օրակարգ թելադրել իշխանության պարտադրած այս հակահայկական խոսույթը հաշվի առնելով։ Սովորաբար ժողովուրդները կերտում են հաղթանակը, էլիտաները ուղղորդում են, բայց ժողովրդից դափնին վերցնել, բայց միաժամանակ մեղադրել ժողովրդին, որ ինքը անտարբեր է, ես կարծում եմ այնքան էլ արդար չէ։
իմ համեստ կարծիքով ժողովրդի լայն շերտերի հետ, մեծ շերտերի հետ աշխատելու լուրջ խնդիր կա եւ որպես պետական իշխանություն, եւ որպես ընդդիմություն, եւ որպես քաղաքասարակություն, քաղաքասարակություն կոչեցյալը, որը 20 տարի գրանտներով է ապրել, ինչ է տվել այս ժողովրդին եւ այս պետությանը, բացի իր կൂട്ടակած գումարները եւ բացի օտար պետությունների համար ազդեցության գործակալներ լինելը, ինչ են արել, բացի եկեղեցի քարկոծելը, բացի ազգ բանակ քարկոծելը, բացի պետականամետ եւ ազգային ծրագրեր գրելը, ինչ են արել, քաղաքասարակություն չի եղել, դրա համար հասարակության հետ պատերազմյան շոկային, նույնիսկ ես կասեի շոկի մեջ չենք հայտնվել, որովհետեւ եթե շոկի մեջ հայտնվես, դու հնարավորություն կունենաս կողմնորոշվելու, գնում ես դեպի կործանում, թե այդուհանդերձ ուժ ես հավաքում եւ ոտքի կանգնես։ Իսկ իշխանությունը նպաստում է, որպեսզի դու այդ դատարկության մեջ մնաս, չկարողանաս կողմնորոշվել, այլապես քաղաքացու օր նշել ապրիլ 24-ից մեկ օր հետո վակխանալիա կազմակերպել հանրապետության հրապարակում, ուրեմն տարվա 365 օրերից ուրիշ օր չկար, հենց ապրիլ 24-ի հաջորդող օրը կամ այս սրբապղծությունը, որ Ծիծեռնակաբերդի հուշամալիրում կատարվել է, սրանց ինչու պիտի մեղադրել ժողովրդին այդ հարցում։ Տեսնում եմ, որ իշխանությունը adekvat չէ, իրենք էլ չեն ուզում, որովհետև անզոր են, որովհետև Հայաստանում դասական ավտորիտարիզմ է, ով խոսում է, բռնում ստացնում է։ Շատերն են ասում, որ ձեզ չեն տեսնում էկրաններին։ Փակել եք մեդիայի էջը։ Հիմա փակած է։ Հիմա փակել եմ, որովհետև քաղաքական process-ի մեջ եմ։ Մեդիան եւ քաղաքականությունը սիամական զույգ են, բայց մեկը միշտ խանգարելու է։ Քանի քաղաքական process-ի մեջ եմ, այդ էջը փակված է։ Հանրային կյանքը որքան փոխեց անձնական կյանքը։ Շատ։ Հանրային կյանքը ուշադրության կենտրոնում է քեզ պահում, նաեւ քեզնից խլում է լռությունը։ Հանրային կյանքը քեզ հետ է պահում ընտանիքից, ընկերներից, շրջապատից, ուշադրության կենտրոնում ես, խոսքդ, արարքդ, քայլդ քեզ պահում է զսպված, ավելի կոկիկ է դարձնում, հղկում է, ավելի պատասխանատու է դարձնում եւ ավելի զգոն։ Բայց մեծ հաշվով սահմանափակում է, շատ բաներ է սահմանափակում։ Դու չունես ազատությունը, եթե իհարկե պատասխանատու մարդ ես, քեզ լիարժեք ազատ դրսևորելու։ Բայց դա էլ նշանակում է, որ պիտի չմտնես այս դաշտ, բայց եթե պիտի մտնես կրկեսային տրամաբանությամբ, կարող ես քեզ թույլ տալ սխալ բան, օրինակ իմ ընդդիմադիր կենսագրության պատճառով սպառնալիքների եւ ոչ միայն նաեւ գործնական քանակը, եթե ասեմ, աստղաբաշխական կային չի, բայց այն որ գրում են մարտահրավեր են նետում, քեզ փորձում են ներքաշել անորակ անբարո զրույցների մեջ, դու պիտի կարողանաս այդ ամեն ինչի տակից այնպես դուրս գալ, որ քեզ ավելի չխայտարակեն։ Ես երբեք հայհոյանքով չեմ պատասխանում ինձ հայհոյողին, ես գործով եմ ապացուցում։ Հանրային կյանքի ամենամեծ մինուսը նաև դա է, որ դու հաճախ կարող ես դիմել բազկիտ հարվածին, բայց պիտի զսպես քեզ։ Այսինքն այդ տաքարյունությունը քեզ բերում է ավելի սառնասիրտ դաշտ։ Սառը պիտի դատես եւ պիտի կարողանաս հասկանալ, որ դու երբ տեղափոխվել ես տեսախցիկների դաշտ, քո խոսքն ու գործողությունը, քո վարքաբանությունը առհասարակ շատ ավելի զսպված պետք է լինի։ Իսկ ընտանիքն ինչպես ընդունեց ձեր քաղաքականություն մտնելու որոշումը։ Մենք ամեն ինչի համար վճարում ենք, մեր արարքների համար վճարում ենք։ Ես շատ քիչ եմ լինում իմ երեխաների հետ։ Եվ ամենամեծ ողբերգությունը հենց դա է։ Իրենց մեծ որդուս պատանեկության եւ դրահասության շրջանն է, ես շատ կուզեի ավելի շատ ժամանակ անցկացնել իր հետ։ Բայց իրենք ըմբռնումով են մոտենում ոչ միայն որովհետեւ ես եմ իրենց ասում կամ իրենց հետ զրուցում, այլ որովհետեւ կինս
որի մարդն եմ ես, շատ խոհեմ ձևով կարողանում է իմ երեխաներին բացատրել, որ մենք հիմա Հայաստանում կյանքի այն փուլում ենք, որ հայրիկը պետք է բացակայի տնից։ Շատ լավ հասկանում եմ, որ մեծ հաշվով ընտանիքս տուժում է, բայց ընտանիքից շատ ավելի մեծ գաղափարի համար, հայրենիքի գաղափարի համար, իմ ուժերը ներածին չափով, եթե պիտի հասնեմ, ուրեմն պիտի հասնեմ։ Դա չի քննարկվում։ Եվ շնորհակալ եմ, որ իմ ընտանիքը ընկալումով եւ ըմբռնումով է մոտենում այս հարցին։ Կցանկանաք, որ ձեր երեխաներն էլ ընտրեն քաղաքական ճանապարհ։ Ասած պաթոսային չի, բայց ցանկացած իրավիճակում աշխարհի ցանկացած կետում իմ երեխաները կարող են ցանկացած բան անել, բացի մեկ բանից՝ չաշխատել հանուն հայի եւ Հայաստանի։ Դա տաբու է։ Եթե այդ աշխատանքը պահանջում է գիտության բնագավառում, իսկ իմ ավակ որդին ունի եւ ցանկություն եւ համապատասխան ջանք իրագործում է այդ առումով եւ որոշ հաջողություններ գրանցել է դպրոցական տարիքում, քաղաքական այս process-ի մեջ իրեն տեսնել ես այս բանին չեմ տեսնում, թեև ինքս մի անգամ ամենևին հավանաբար կհիշեք սպոնտան հարցազրույց եմ արել իր հետ եւ միակն է եղել, որ ես հարցազրույց եմ արել իմ վերջին մի քանի տարվա ընթացքում բավական խոստումնալից է, լավ գիտելիք ունի եւ լավ հետաքրքրություն ունի հարցերին խորքային եմ մոտենում եւ այլընտրանքային, բայց սա չի նշանակում, որ ես անպայման պիտի տեսնեմ քաղաքական process-ի մեջ, որովհետեւ կուզեմ ինքը կայանա գիտության բնագավառում եւ գիտական դիվանագիտության կամ գիտության քաղաքականության միջոցով իր նպաստը բերի ոչ միայն իրեն, այլև Հայաստանին։ Ինքը պիտի կայանա։ Մեր դժբախտությունները սկսում են այնտեղից, որ մենք քաղաքականություն դիտարկում ենք որպես բիզնես պրոյեկտ, այնինչ եթե մենք դրսում կայանանք եւ կայացած գիտելիքով փորձով մտնենք քաղաքական դաշտ, այդպես ավելի մեծ նպաստ կունենանք համընդհանուր բարիքի ստեղծմանը։ Հիմա ինչ եք անելու։ Ես շարունակելու եմ իմ կռիվը։ Մի ժամանակ ինձ ասում էին, ով է քո թշնամին։ Հայրենական իմաստով պարզ է ինձ համար։ Դեռ հարց է։ Որևէ մեկը, որը պղծում է իմ ինքնության հետքերը Արևմտյան Հայաստանում, այսօրվա Թուրքիայում, թե Արցախում օկուպացված, դեռ հարց է, ես կհամարեմ իրեն թշնամի, թե ոչ։ Ավելի իմացաբանական հարց է սա։ Բայց ամենամեծ թշնամին տգիտությունն է։ Հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ներքին կոմպլեքսներն ու վախերը հաղթահարել չցանկանալու կամ անկարողությունն է, կամ այդ հարցերը տաբու համարելի եւ ձեռքով չդիպչելը։ Համարձակություն է պետք եւ այդ համարձակությունը ենթադրում է կաղապարներից դուրս մտածել եւ գործել։ Ինչ պիտի անեմ ես իմ կռիվ շարունակելու եմ տալ։ Ինձ ոչ մի ուժ այս կյանքում հակառակ իմ տեսած բռնապետական համակարգում բոլոր խոչընդոտներից, բոլոր սպառնալիքներից, բոլոր հալածանքներից ինձ ոչ մի ուժ չի կարող կոտրել, եթե իմ կռիվը հային ու Հայաստանին է վերաբերվում։ Իսկ իմ կռիվը բացառապես այդ վերնագիրն ունի։ Ես ուրիշ վերնագրերի տակ չեմ եղել, ուրիշ դրոշի տակ չեմ եղել, չկամ եւ չեմ լինի երբեք։ Եվ եթե տեսնեք նման վիճակ, որտեղ Աբրահամ Գասպարյանը այդպիսի վիճակում է հայտնվել, ուրեմն չհավատաք։ Դա իլյուզիա է կամ քիչ առաջ հարցնում եք մեդիայի էջը փակվածը, թե ոչ ես հայտարարել եմ, որ ես մեդիային կհյուրընկալվեմ բացառապես։ Բացառապես հյուրի կարգավիճակով։ Բայց ես Արմենիայում բնականաբար շարունակում եմ իմ գիտավելոցական, առաջնորդական, կազմակերպչական հմտությունները հանուն մեծ վերնագրի, որը կոչվում է Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերի եւ նպատակների իրականացում, այս մեծ վերնագրի ներքո բազմաթիվ ենթավերնագրեր կան եւ ես բացառապես այդ դաշտում, ուրիշ դաշտում ինձ չեք կարող տեսնել։ Շարունակում եմ։ Քաղաքական process, ընտրական process կլինի, որովհետեւ մեծ հաշվով քաղաքականությունից երբեք դուրս չենք եկել։ Ընտրական process կլինի, թե ավելի շատ կռիվ կլինի հայկական ազդեցության համար։ Մենք կտեսնենք առաջիկայում։
Իմ խնդիրը իշխանությունը չէ։ Դուք ասում եք, ձեզ եթե ռազմավարական պաշտոն առաջարկեն, այդտեղ պիտի լինի հստակ կոնսենսուս։ Մենք այս ամեն ինչի համար ենք անում։ Անում ենք, որպեսզի ինքնահաստատվենք, հերթական համարը լինենք, համարակալված տեխնացու լինենք, թե մենք այս ընկեցիկ վիճակից վեր կենալու եւ մեր երեխաներին շատ ավելի ուժեղ, անվտանգ, պոտենցիալով հարուստ, համակարգված, նպատակային Հայաստան թողնել թե ոչ։ Մեր պետությունը նպատակ չունի։ Իմ կռիվը այդ պետության նպատակի համար է։ Ազդեցություն հստակ որոշակի հանգրվանում հայկական դերակատարում, քան սովորական անցողիկ իշխանություն, որևէ մեկի գրբանում։ Սա իմ մոտեցումն է։ Ընտրության ելքը կազդի ձեր որոշման վրա։ Երբեք բացարձակապես, եթե որևէ մեկին կարող է թվալ, որ ես կարող եմ հիասթափվեմ, սա անեմ, 20 հոգով հարձակվեցին, որպեսզի ոչնչացնեն իմ միակ առավելությունները, գլուխս։ Եվ լեզուս պիտի կտրեմ, պիտի պապանձվեմ, պիտի թողեմ այս կռիվը, որևէ մեկը չերազի, 7-րդ երազում անգամ։ Չկա նման բան, ես նույնիսկ ինձ թույլ չեմ տա այդպիսի բան մտածել երբևէ։ Չեմ ունեցել հնարավորություն։ Սա այն հարց չէ, որ պետք է երեսով տալ։ Ունեցել եմ հնարավորություն աշխարհի ամենաառաջատար քաղաքագիտական միջազգային հարաբերությունների ոլորտում, ամենաառաջատար համալսարաններում շատ լուրջ կարիերայի։ Ինձ այդ ամբողջը հետաքրքիր չէ։ Ինձ հետաքրքիր է դրսի միտքը, ոտքերս պինդ ամուր իմ հողում։ Դրսի միտքը, զարգացումը, տեխնոլոգիան, տեղայնացնել, ուժեղացնել հայկական անվտանգությունը, որովհետև ինձ համար կա մեկ սկզբունք. Հայաստանը պաշարված ամրոց է, Հայաստանը քաղաքակրթությունների հանգույց է։ Սա ինչպես պետք է ճիշտ կապիտալիզացնել եւ հայկական էգզիստենցիալ գործոնը այստեղ ամրապնդել, որովհետև սա մեր հայրենիքն է։ Սա մեր հայրենիքի արևելյան հատվածն է։ Ես արևմտահայ եմ, հայրենազրկված, բայց իմ պապերը կռիվ են տվել։ Չենք լացում մենք ապրիլի 24-ին։ Հարգում ենք մեր նահատակների հիշատակը, ես իմ ցեղի մասին եմ ասում, իմ գերդաստանի։ Բայց նաև հարգանքով ենք խոսում մեր պապերի մասին, որոնք մինչև վերջին փամփուշտը կռիվ են տվել, դրա համար փրկվել են։ Դրա համար ես որպես իմ պապերի ժառանգորդ ես չեմ կարող կռիվ չտալ։ Կռիվը կլինի պատերազմի դաշտում, դիվանագիտության դաշտում, գիտական ասպարեզներում, միջազգային ամբիոններում ինձ համար նշանակություն չունի։ Կռիվը մեկ վերնագիր ունի՝ հանուն հայի եւ Հայաստանի։ 5 տարի հետո ձեզ որտեղ եք պատկերացնում, համակարգի մեջ, թե համակարգի վրա ազդող։ Ես որտեղ կլինեմ 5 տարի հետո այսօր գծում եմ, բայց այսպես մի ասացված կա, մինչև վերջ հաշվարկողը չի հերոսանա։ Ես հերոսանալու խնդիր չեմ դնում առջև, երբեք չեմ դրել, բայց process-ը ինքը կթելադրի, թե ես որտեղ պետք է լինեմ։ Ունեմ երկու կարևոր ներսում գործոն, որոնք հաջորդի չեմ անում, դա իմ հստակ կամքն է մինչև վերջ գնալու, եւ դաստով չեմ տալիս բնականաբար։ Եվ երկրորդը, որ ինչ որ պիտի արվի իմ համախոհների հետ, իմ ընկերների հետ, գլխավոր վերնագիրը պիտի լինի Հայաստանը։ Հիմա 5 տարի հետո ես կլինեմ ազդեցության լծակ կրող, թե փողոցում, թե միջազգային որևէ ամբիոնում, որտեղ իմ ազգի դատը կպաշտպանեմ, թե Արցախ հավաքական վերադարձի իրավունքի իրացման մասին կխոսեմ, թե Հայաստանի անվտանգային համակարգը ուժեղացնելու հարցում ռեալ գործ կանեմ, ժամանակը ցույց կտա։ Ես մոտավոր պատկերացնում եմ, թե որտեղ կարող եմ լինել, բայց բովանդակությունը նշեցի ձեզ։
շատ դժվար է գծել այնպիսի պլան այս հարափոփող աշխարհում եւ ասել ցանկացած գնով ես դա պիտի անեմ։ Բարոյապես սպառված են այն մարդիկ, որոնք մաքիավելիզմը ընդհանրապես սխալ են հասկանում։ Ես ցանկացած գնով այս նպատակին պիտի հասնեմ, ցանկացած գնով, եթե դա ենթադրում է տրորել բոլորին, եթե քո անձնական ամբիցիաները բավարարես, մենք ունենք այդպիսի իշխանություն, քավլիցի, չենք ուզում նմանվել նրանց։ Բայց ցանկացած գնով իրականացնել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական նպատակները ես դրա տակ ստորագրում եմ։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։